Նոր-Նորքի հանրակացարանի այս փոքրիկ սենյակում բնակվում է քեսաբահայ Արմինե Նազարյանը ամուսնու հետ։ 2013 թվականից են հաստատվել Հայաստանում, թեև այն ծրագրված չի եղել։ Ամուսինս էստեղ բանեն Թուրքիա, Երևան bir աշխատեր գիծը։ Աշխատան, վերջը սահմանը կոսվեցավ։ Ես եկա հետը ետ պիտի վերադառնայի։ Սահմանը մենք Թուրքիայի կողմեն եկան։ Սահմանը կոսվեցավ։ Մնացինք էստեղ։ Եղբայրս ընդեն զանգեց, որ մի կակ։ Մինչև սահմանը բացվի։ Ըստ բա ես փոքր հեմբերգով եկած, ոչ մեկ բան հետը չէի բերած։ Եկանք որ ետ տանանք։ Եվ որ մնացինք էստեղը, արդեն սահմանը չի բացվավ։ Մենք որ քեսապ էինք, արդեն գար գրի բայթոսներ, բաներ ամեն ինչ ունում էր արդեն, գրագոստներ գար։ Բայց չէին մտածել իրենք։ Մենք ասինք ետ կվերադառնանք, չի գցանք վերադառնալ, մնացինք հոս։ Ի սկզբանե հանրակացարանում չեն ապրել, այստեղ ապրում են 4 ամիս։ Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ, մինչ տեղափոխվելը Վարշավով են ապրել։ Ամուսինն աշխատում է Սանիտեկ կազմակերպությունում։ Նազարյանները Հայաստանի քաղաքացիություն չունեն եւ ոչ էլ ունեն փախստականի կարգավիճակ։ Ես ունեմ 10 տարվա գազության փասպորտ, բայց ես հիմա ճամփորդական փախստականի կարգավիճակ արդեն դիմաց եմ, ադիալ պիտի ունենանք։ Հիմա ներկայիս օգնություն չունենք, ոչ մի տեսակ օգնություն չունենք։ Ամեն ինչը մեր վրան է, այսինքն հոգսերը։ Քեսաբում են մնացել նրանց բոլոր հարազատներն ու ազգականները։ Ժամանակ առ ժամանակ շփվում են Skype-ի միջոցով։ Բարեկամները ուզում են տեղափոխվել Հայաստան, բայց չեն կարող։ Նյութական միջոցներ չունեն։ Եղբորս երեխեք ուզում են գալ, բայց գիտես որ թանանբաս բամուջին նյութականով դգարացան չեն գնալ գալ։ Ես ես դե գնացի սպիրկի նախարարություն թիմեցի, որ երեխեքը կանսերով, բայց ինձ պատասխան չտվին։ Ներկայիս ու մնաց այդպես Skype-ով խոսեցանք, արդեն մենք իրենց բաներ ցայնել լսում ենք, արդեն որ գրագում են, մենք ինչ կսեն հայերեն չեմ, բարմինները օտոնաբով որ ռումբերը որ թափում են, ադոն ցայներ արդեն լսեցինք, ահա որ վիճակ են։ Չեն գիտեր իրենք, հիմա կմտնեն, վաղը կմտնեն։ Մինչ սիրական ճգնաժամը Քեսաբում ապրում էր 5-ից 6000 հայ, բայց նախորդ տարվա մայիսին Քեսաբի վրա հարձակումից հետո շատերը լքել են իրենց բնակավայրերը։ Այն ժամանակ հայությունը շատ էին, նախ պատերազմը, բայց վերջերս ոչ։ Լիբանան գնացին, Եվրոպա գնացին, Դուբայ գնացին, հիմա ոչ այդքան հայ, բայց էլի կա հայություն, բայց հիմա ոչ այդքան։ Բայց մեր հայությունը մեր ընդեր ուրիշ է։ Մեր դպրոցները, մեր ակումբները, մեր եկեղեցիները մեզի ոչ մի տեսակ նեղություն չեն տված։ Մենք շատ գոհ ենք։ Չնայած այստեղ բազմաթիվ դժվարություններին, այնուամենայնիվ Հայաստանից տեղափոխվել Նազարյանները չեն ցանկանում։